Կարող եմ ձեզ ասել, միանշանակ վստահեցնել, որ նախարարի հետ կատարված այցի ընթացքում մեզ հաջողվեց ականատես լինել, որ վրացական ծառայությունները բացարձակ ճշգրտությամբ, հոգատարությամբ կատարում են իրենց աշխատանքները։ Վրացի պաշտոնյաները եւս հավաստիացրեցին, որ եթե անհրաժեշտ լինի, կկրկնապատկեն, կեռապատկեն թե տեխնիկայի, թե մարդկանց քանակը։ Ուղղակի, ով որ եղել է Լարսում, կարող է միանշանակ հասկանալ, ինչ է կատարվում այնտեղ։ Ձյունը չի կտրվում, ուրեմն այդ հոսքերի վտանգները, ձնակույտերը կախված հոսքերի վտանգները այնտեղ հատուկ դատչիկներ են դրված բաների կողմից, սինոպտիկների կողմից, որոնք որ ուրեմն ազդարարում են վտանգների վերաբերյալ եւ այդ վտանգը ուրեմն համապատասխան շեմը անցնելու դեպքում նրանք փակում են ճանապարհը եւ անվերապահ է այդ փակել, այսինքն անվիճարկելի է։ Դա կախված է բացառապես երթևեկության անվտանգության հետ կապված։ Մենք նորից եմ կրկնում, հավաստիացանք, որ մեր գործընկերները դա վրացական հատվածում է այդ ուրեմն խնդիրը կատարում են այն ամենը, ինչ որ հնարավոր կլիներ կատարել։ Պարոն Առաքելյան, այնտեղ բեռնատարներ կան, օրինակ հենց միայն Հայաստանից ասում են 10 տոննա բանանին, որ այդ Լարսում է, ասում են, որ գործարարները ամեն օր մոտ 70 լիտր գոնե դիզվառելիք են ծախսում բանանը պահելու եւ այլնի համար։ Եթե հետո ինչ որ հնարավոր չլինի բեռնատարներում առկա այդ մթերքները վճարապետությունը ինչ որ բան կանի, դա ձեր ոլորտը նկատի։ Գիտեք, չեմ կարող այս պահին հստակ ձեզ ասել, թե արդյոք հնարավոր կլինի, ես չգիտեմ, ամեն դեպքը անհատական իհարկե պետք է լինի, պետք է համապատասխան դիմում լինի, բայց չեմ կարող ասել, որտեվ այդպիսի մեխանիզմներ նախատեսված չեն, որտեվ բեռնափոխադրումների շրջանակներում աշխատում են տարբեր ուրեմն ռիսկերի գնահատման եւ դրանց ամրագրման մեխանիզմներ, այդ է ապահովագրությունը եւ այլն։ Ես չգիտեմ կոնկրետ դեպքում ապահովագրված է արդյոք բեռը թե ոչ, կարող է որևէ այլ փոխհատուցման կարիք չառաջանա, իսկ այդ փոխհատուցումը աշխատի։ Դրա համար խոսել այսպես առանց ուսումնասիրության որևէ բանի մասին, սա ֆորս-մաժորային միանշանակ իրավիճակ է, որ ճանապարհը փակ է բացառապես եղանակային պայմաններից ելնելով, այսինքն այստեղ մարդկային գործոնը իսպառ բացակայում է։ Ասում են վարորդները ինչ որ մարդկային պայմաններում են, տեսել եք հաղորդակցություն։ Ուրեմն նախարարը այցելեց ինչպես վրացական, այնպես էլ ռուսական տարածքը, խոսել ենք բոլորի հետ, ում հնարավոր է եղել մոտենալ եւ ովքեր որ տեղում են եղել, մեր վարորդները մոտեցել են նախարարին եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, այսինքն տարբեր խնդիրներ ըստ էության բարձրաձայնվեցին, բոլորը գիտեք ռուսական հատվածում եղանակային պայմանները իդեալական են, չոր է եղանակը եւ չի երևում, թե մի 7-8 կիլոմետր վերև ուրեմն սարերը բարձրանալուց ինչ վիճակ է, բայց իհարկե վարորդները այդ տեղեկությունները ունեն իրարից, կապի մեջ են եւ գիտեն այնտեղ ինչ է։ Բայց եթե նույնիսկ տեսագրությունը տեսնեք, այսինքն չոր հատվածում խոսում են ինչ որ ահռելի ձնակույտերի եւ այլնի մասին։ Դրա համար նախարարը խնդրեց բոլորին, քանի որ մենք կապի մեջ ենք խոշոր բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարների հետ, նախարարը առաջարկեց, ասեց ընկերներ, դուք տարբեր տիպի բաներ եք հնչեցնում, խնդրում եմ Հայաստան հասնելուն պես, եթե անհատ վարորդներ կան, որոնք ցանկություն ունեն լսելի դարձնել իրենց ձայնը եւ ուրեմն նախարարին հասցնեն տարբեր տիպի մտահոգություններ, եկեք հավաքվենք մեր նախարարությունում եւ լսենք եւս անհատներին, քանի որ մենք խոշորների հետ աշխատում ենք, որպեսզի անհատների ձայնը անպայման լսելի լինի։ Պարոն Առաքելյան, հստակ կա տեղեկություն, թե երբանից բեռնատարներին թող կտանալուսներ ճանապարհով։ Հստակ խոսել պրոգնոզի մասին եղանակային հստակ մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ամեն դեպքում հնարավոր է, ինձ թվում է շաբաթ-կիրակի օրվա ընթացքում, եթե ձյունը կտրվի, ուրեմն հնարավոր է, որ մաքրման աշխատանքները հաջողության հասնեն։ Եվս մեկ վերապահում կա, ինչպես կպահեն այդ ուրեմն ձնակույտերը իրանց, որտեղ ինչպես նշեցի, հատուկ դատչիկներ են դրված, որոնք ուրեմն վտանգի աստիճանն են ազդարարում, էլի թե արդյոք ձնահոսք կարող է լինել թե ոչ։ Այդ երկու խնդիրներն են այնտեղ հիմնականում, եթե դրանք լուծվեն, ուրեմն ամեն ինչ նորմալ կլինի։